Մեքենայի մեջ համալրված են անհրաժեշտ գույք սարքավորումները հրդեհաշիժման աշխատանքների համար։ Փրկարարծառայության փոխգնդապետ Գարեգին Սաֆարյանը ներկայացնում է ծառայության նոր հրշեջ փրկարարական մեքենան։ Այստեղ փողրակներն են, իսկ այդ մյուս կողմը սա հրշեջ պոմպն է, իսկ այստեղ մնացած անհրաժեշտ գույք սարքավորումներն են։ Տեխնիկապես անհրաժեշտ միջոցներով հագեցված է արձագանքման համար։ Նոր տեխնիկա, արձագանքման նոր հնարավորություններ։ Տրանսպորտային միջոցներով փրկարարծառայության համալրման նպատակը արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները բարձրացնելն է։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության պարկը համեմատաբար ունի հին եւ մաշված հրշեջ տեխնիկա։ Վերջին 5-10 տարիների ընթացքում շատ քիչ գնումներ ա իրականացվել պետական բյուջեով եւ անհրաժեշտությունը կար նույնիսկ շատ էր անհրաժեշտ կատարել գնումներ հրշեջ տեխնիկայի մասով։ 2025 թվականին պետական բյուջեից հատկացված մոտ 640 միլիոն դրամով փրկարարծառայությունը ձեռք է բերել հրշեջ փրկարարական 8 եւ կենցաղային կանչեր սպասարկելու համար նախատեսված 10 նոր տրանսպորտային միջոց, որոնք կտրամադրվեն ծառայության տարածքային ստորաբաժանումներին։ Առաջին ներդրումային ծրագիրը կոնկրետ վերաբերվել է Հայաստանի Հանրապետության 4 մարզերի՝ Քոթայքի մարզ, Արարատի մարզ, Արագածոտնի մարզ եւ Արմավիրի մարզին։ Ըստ այդմ աշխատությունը յուրաքանչյուր մարզի գնված մեքենաներ կտրամադրվեն 4 մարզերին։ Արագ արձագանքման մեքենաները, չնայած իրենց չափերին, ունեն հրդեհաշիժման լայն հնարավորություններ։ Արագ արձագանքման մեքենաները նախատեսված են նաեւ իրենց մեջ ներկառուցված է 250 լիտր ջրի բակ, որը անհրաժեշտության դեպքում նաև հրդեհաշիջում կատարի փոքր հրդեհների, ավտովթարների ժամանակ մեքենաները այս նոր հնարավորությունն են նաև հրշեջ հիդրանտի վրա կանգնելու եւ ինչը նշանակում է, որ անընդհատ հրդեհի օջախ հնարավոր է այս մեքենաներով թվում է թե փոքր կենցաղային կանչեր սպասարկող արագ արձագանքման մեքենաներ, բայց անընդհատ հրդեհաշիջում կատարել եւ հրդեհի օջախ մղել անդադար ջուր։ Նոր տեխնիկայի արդյունավետ օգտագործման համար փրկարարներն անցել են համապատասխան վերապատրաստումներ։ Նախատեսում ենք հատկացման հաջորդ օրը նորից, երբ որ արդեն փրկարարծառայության ստորաբաժանումներ կմեկնեն նախատեսված համապատասխան ստորաբաժանումներ, նորից վերապատրաստել մեր վաղորդ փրկարարներին եւ դրանից հետո արդեն դնել մարտական հաշվարկի մեքենաները։ Փրկարարծառայության նյութատեխնիկական բազայի արդիականացումը շարունակական է լինելու։ Նոր ներդրումային ծրագրերով նախատեսվում է առաջիկա տարիներին թարմացնել նաև այլ մարզերի, ինչպես նաև Երևանի հրշեջ փրկարարական տեխնիկան։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։